դուք արդեն ազգային ժողովի նախագահ չեք լինի, թիկնապահներ չեք ունենա, շատ բարդ կլինի ձեզ փողոցում դուրս գալ առանց թիկնապահների։ Փողոցում կտեսնեմ ձեզ առանց թիկնապահի եւ արդեն դուք վախեր չունեք այն առումով, որ ձեզ այլևս որևէ մեկը չի պաշտպանի անվտանգության աշխատակից։ Այս 5 տարի, երբ որ ասենք մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ, ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ, եւս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետեւ այդ ձեռս պահեք ու թողեք որ խփեն, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ձեզ ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, այն արեցին էլի փողոցում, մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ, ուզում եմ հասկանամ։ Կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի, ինչի, ով ավ ճանաչում վարչապետի աշխարհի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք։ Դե ազգանունն էլ ասա։ Դե բա Ելով գիտի, իմ բանը անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Կամ ասում եմ, երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապահ փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է ինչ արեց Քոչյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանը անչը Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ, հետս ման տամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալենն եմ, ինձ դա բավարար է։ Ես ինձ ինձ էլ ասում, բայց ո՞նց է իրանց ասում են, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապահներից, բաներից, մեքենա չունեմ, եթե ինչ։ Մեքենա չունեմ։ Չէ, մենք ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի։